Not war, not war, not war. Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն Կարակասում կայացած պաշտոնական միջոցառման ժամանակ անգլերեն ուղերձ է հղել Միացյալ Նահանգներին։ Ոչ պատերազմին, ոչ պատերազմին, ոչ այս խելագար պատերազմին, այո խաղաղությանը, խնդրում եմ, հավերժ խաղաղություն, հաղթանակ, այո, խաղաղության հաղթանակ, անգլերեն ասել է Մադուրոն։ Սա նրա պատասխանն էր Վենեսուելայի մոտակայքում զորավարժություններ անցկացնելու Միացյալ Նահանգների ռազմական ծրագրերի եւ Կարիբյան ավազանում Միացյալ Նահանգների ճնշման աճին։ Նրա ելույթն ընդունվել է ծափահարություններով։ Թրամփը մեկնել է Ասիա, նա այնտեղ կանցկացնի մեկ շաբաթ, կայցելի Մալայզիա, Ճապոնիա եւ Հարավային Կորեա, որտեղ կհանդիպի իր չինացի գործընկեր Սի Ցինփինի հետ։ Թրամփը հայտարարել է, որ Ցինփինի հետ նախատեսում է քննարկել նաեւ ուկրաինական պատերազմի կարգավորման հարցը եւ այդ հարցում ակնկալում է Պեկինի օգնությունը։ Միացյալ Նահանգների առաջնորդը հայտարարել է նաեւ ասիական շրջագայության շրջանակում Կիմ Չեն Ընի հետ հանդիպելու պատրաստակամության մասին։ Թուրքիան իր տարածքն է առաջարկում Պուտին-Թրամփ հնարավոր հանդիպման անցկացման համար։ Մենք պատրաստ ենք ցանկացած պահի հյուրընկալել նման հանդիպում, հայտարարել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Թուրքիայի առաջնորդն ափսոսանք է հայտնել, որ Բուդապեշտում Թրամփ-Պուտին հանդիպումը չեղարկվել է։ Նա նշել է, որ Անկարան ցանկացած երկխոսություն օգտակար է համարում Ուկրաինայում հակամարտության դադարեցման համար։ Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Վենսն իր երախտագիտությունն է հայտնել հայ, հույն եւ կաթոլիկ քահանաներին Սուրբ Հարության տաճարի մասին հոգտանելու համար։ Ինչպիսի օրհնություն էր այցելել Քրիստոսի մահվան եւ հարության վայրը։ Ես անչափ շնորհակալ եմ հույն, հայ եւ կաթոլիկ քահանաներին, որոնք հոգ են տանում այս Սուրբ վայրի մասին, գրել է Միացյալ Նահանգների փոխնախագահը։ Հիշեցնենք, որ օրերս Վենսն իր տիկնոջ հետ այցելել էր Երուսաղեմի Սուրբ Հարության տաճար եւ տաճարի հայկական բաժին։ Երբ անհրաժեշտ է արագ շարժվել, օգտվեք մեր սանդուղքներից։ Լուվրի կողոպուտին մեղսակից գերմանական ընկերությունը գողության այս դեպքը վերածել է մարքեթինգային քայլի։ Մասնավորապես Լուվրի թանգարանի աղմկոտ կողոպուտին պատահաբար մեղսակից է դարձել սանդուղք արտադրող գերմանական Բյոքեր ընկերությունը։ Հենց ընկերության արտադրած սանդուղքով են գողերը բարձրացել վերև եւ պատուհանից մտել Ապոլոն պատկերասրահ։ Նկատելով, որ իրենց արտադրած սանդուղքն է օգտագործվել կողոպուտի ժամանակ, դեպքից 1 օր անց Բյոքերը միջադեպին արձագանքել է հումորային գրառմամբ։ Հանցագործությունն իհարկե բացարձակապես դատապարտելի է, լիովին պարզ է, դա մեզ համար հնարավորություն էր օգտագործել աշխարհի ամենահայտնի եւ ամենաշատ այցելվող թանգարանը մեր ընկերության վրա մի փոքր ուշադրություն գրավելու համար, ասել է ընկերության հիմնադիր Բյոքերը։ Հնդկական օվկիանոսում գտնվող Սուրբ Ծննդյան կղզում սկսվել է խեցգետինների գաղթը։ Կղզու բնակչությունն այգեգործական գործիքներով օգնում է կղզու տասնյակ միլիոնավոր կարմիր խեցգետիններին իրենց ամենամյա միգրացիայի շրջանակում անվտանգ տեղափոխվել դեպի օվկիանոս։ Ծովախեցգետինների ամենամյա միգրացիան կատարվում է բազմանալու նպատակով։ Մարդիկ օգտագործում են ճանապարհներից տերևները մաքրելու համար նախատեսված սարքեր եւ փոცხեր, նրանց զգուշորեն հեռացնելու ճանապարհներից կամ խոչընդոտներից եւ օգնելու հասնել ծով առանց մեքենաների կողմից ճզմվելու կամ ճանապարհին թակարդում հայտնվելու։ Ուշագրավ դեպք է գրանցվել Հարավային Աֆրիկայում։ Առյուծը տեղափոխման ժամանակ հաջողացրել է բացել մեքենայի դիտանցքը, բարձրանալ տանիքին, այնուհետև ցատկել մայրուղու վրա, խուճապ առաջացնելով վարորդների շրջանում։ Զարա Սարգսյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։